Դուք անդադ խոսում եք, մի հատ լավ բան պետք է ասեմ, բայց մինչև սա ուղղակի ռեպլիկի կարգով։ Անդադ խոսում եք եռագլուխ ինչ որ ուժեր, պատերազմի կուսակցություններ, ասում հասկանալ այդ պատերազմի կուսակցություններից օրինակ ԲՀԿ-ն կապ ունի պատերազմի կուսակցության հետ, թե ուժեղ Հայաստանը, թե Քոչարյանը, որը որ օրինակ ձեր օրոք ձեր պատերազմի ժամանակ 20 թվականի իրենց ոչ մեկ իշխանություն չէին։ Էլ չեմ ասում, որ ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիա եղած ձեզ հետ, հիմա իրանք ինչ եք դուք անընդհատ թիրախավոր այդ երեքին սարքել եք եռագլուխ հրեշ։ Օրինակ Արման Թաթոյանը, Սուրեն Պետրոսյանն ու այն տղան ինչ էր, Գուրգեն Սիմոնյանն, հա, ինքը օրինակ իրենք ընդդիմադիր չեն, իրենք վտանգավոր չեն ձեզ համար, որ իրենց չեք թիրախավորում, իրենց ոչ իման չեք ասում, թե իրենք կեղծ ընդդիմություն են, թե իրենք ձերոնքական ընդդիմություն են, իրական վտանգ են երեքից։ Չեք կարծում, որ մի քիչ անազնիվ է թիրախավորել կոնկրետ ինչ որ ընտրված ուժերի։ Մեկ էլ ի տարբերություն այս թարախան դիմության ես իրականում ունակ եմ գնահատել եւ տեսնել լավը, արձանագրել լավ բաները, որ տեղի են ունեցել ձեր իշխանության օրոք, օրինակ թոշակները բարձրացան ճիշտ է, մարիս դեռ դառնակա չի թռչում այդ 10,000-ով ավելացած, բայց ես կօգնեմ կթռչի թոշակները։ Ճանապարհներ կառուցում, որը լավ է, նախկիները թալանում էին, չէին անում, օրինակ մեր թաղամասում եք հիմնանորոգում, հյուսիս-հարավը, մի խոսքով բազմաթիվ դա բաներ արել եք, մանկապարտեզ դպրոց եւ այլն եւ այլն։ Բայց մարդիկ ասում են, որ այդ ամեն ինչը նաև կյանքեր է արժեցել, ձեր գործունեությունը ողբերգություններ եւ մահեր է բերել իր հետ, ձեր ամեն հայտարարությունը, քայլը, սեփական կետից բանակցելը, չգիտեմ, ձեր տեղաշարժը անգամ ձեր Շարասյան, իր հետ մահ եւ կորուստներ ու ողբերգություն է բերել։ Հիմա հետո չթվարկեմ, հա, վերջին ավտոբուսի դեպքը, դրանից առաջ այլ դեպքեր, զինվորները գործընկերս ասած Ինչ ավտոբուս։ Այս ավտոբուսի վթարը, որ եղավ Լոռու մարզ, էլի ձեզ ուղեկցելու համար էր գնում։ Ճիշտ է, մեղավորը պարզվեց ինքը չէր, բայց ամեն դեպքում ձեզ համար էր գնում այդտեղ։ Այն գնայի ավտոբուսը։ Դե Արցախի հանձնումը, պատերազմը եւ այլն, այդ ամեն ինչը ձեր գործունեության արդյունքում կամ հետևանքով է եղել ավելի շուտ։ Մարդիկ դրա համար են ասում, որ վերջապես գնաք, հեռանաք այս ողբերգությունների շղթան ավարտվի, հասկացանք, թոշակները, ասֆալտը, լառնական շատ լավ է, ես ապավագրությունը մենք օգտվում ենք, շատ շնորհակալ ենք, բայց այդ ամեն ինչը նաև զոհեր է բերում։ Գիտեք, գումարած նաև ատելություն, անընդհատ դուք վիրավորում եք, անընդհատ ինչ-որ մարդկանց բոմժ եք անվանում, չգիտեմ, շուն շանգի, ինչ ասեցիք, սպառնում եք, այն օրներ Ֆայլա Բազարով անցնում էի, դեպ մոտեցան ինձ, խնդրեցին նաև ձեզանից էին հարցում, ասում են, կներեք, ուղիղ ասում են, բա երբ են սրանք գնալու, ասում ինչ եք ուզում հեռանան, ասում որ վերջապես գնան, աշխատանք չունենան, իրանցից մեծ մասը չգիտեմ որտեղ պետք է աշխատի, գան Ֆայլա Բազարով մեր կողքը կանգնեն եւ հասկանան ինչ է նշանակում սեփական քրտիկով աշխատել, սեփական գումարը վաստակել եւ հետո նաեւ ծաղրել այդ գործով զբաղվողներին։ Հիմա վերջապես դուք այս ամեն ինչի մեջ խնդիր չեք տեսնում այդ բոլոր դրականների կողքին, որ այդ շղթան պետք է կտրել այդ մահվան ողբերգությունների կորուստների։ Նախ ես որևէ մեկին շունուշանգյալ չեմ ասել, ես մեջբերել եմ անդիմադիր քաղաքական ուժերի կողմից օգտագործվող բառապաշարը արտահայտված քննչական հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից։ Այսինքն, երբ որ ես ասում եմ շունուշանգյալ, ես մեջբերում եմ ընդդիմության օգտագործող բառապաշարը, ժեխել եմ ասում որպես ընդդիմության բառապաշար, որը նրանք օգտագործում են մեր սիրելի ժողովրդի կողմից։ Իմ հեռացման մասին, ուրեմն ասել եմ տասնյակ անգամներ, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կորոշի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանամ։ Երբ որոշի, ընդ որում ես դա երբեք չեմ կապել ընտրությունների հետ, երբեք չեմ կապել։ Ասել եմ, որ Հայաստանի ես հեղափոխությամբ եմ դարձել վարչապետ եւ ես բնականաբար միշտ ճանաչել եմ եւ ճանաչում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հեղափոխություն անելու իրավունքը, որ պահին, այսինքն, եթե չեմ սխալվում, նախորդ տարի եմ արել այդ հայտարարությունը, դրանից առաջ եմ արել, 2021 թվին եմ ասել եմ, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ, այսօր եմ ասում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետությունում ուրեմն կա
իշխանություն, որը պատկանում է ժողովրդին եւ կա արտահայտման միջոցներ։ Այսինքն ժողովրդի մեծամասնությունը, եթե չուզենար, որ ես վարչապետ լինեի, ես վաղուց ընդհանրապես ես համոզմունք ունեմ եւ դա ապացուցել եմ, որ երբ որ ժողովրդի մեծամասնությունը չուզենա, որ որևէ մեկը լինի իշխանություն, այդ որևէ մեկը չի կարող լինել իշխանություն։ Ես ինքս ժողովրդին հեղափոխության կոչ եմ արել, բայց դա չի նշանակում, որ երբ որ հարգելի 10,000, 20,000, 30,000 քաղաքացի հավաքվում ան որևէ հարցով, ուրեմն վարչապետը պետք է հրաժարական տա։ Վարչապետի հրաժարական տալը եւ հեռանալը դա շուտ լուրջ եւ պատասխանատու եւ կարա լինի անպատասխանատու։ Եվ հետեւաբար այն ինչ որ դուք ասում եք, դրա պատասխանը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տվել է եւ կտա։ Ես իմ մանրամասներին չեմ ուզում անդրադառնալ, որտեւ նախ 5 տարի է դրա մասին խոսում եմ, բոլոր նրբություններով 2 օր առաջ եմ վերջ անգամ խոսել, դրա նախորդ թողշրջանում խոսել եմ, ելի նախորդ օրը եւ անընդհատ եմ խոսում։ Ինչ վերաբերում է ֆայլաբազարին, ես բանվորություն շատ եմ արել։ Ես աշխատել եմ, ես իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ բանվորությունից։ Ես երբեք որևէ աշխատող մարդու նկատմամբ չեմ կարող որևէ անհարգալիցության դրսևորում ցուցաբերել։ Ֆայլաբազար չկա Երևանում, ֆայլաբազար, այսինքն դա վիրավորական բառ է ֆայլաբազարը։ Ես հեգնանքով ֆայլաբազար ինչ եմ ասում, հազար ներողություն, ես եթե հեգնանքով ասում եմ, այդ հեգնանքը դուք մի հասցեագրեք մարդկանց։ Ես հեգնանքը վերաբերում էր նրան, հազար ներողություն, երբ որ ես ձեզ ասում եմ, որ դուք քվեարկելու եք մեր օգտին, եթե որ պահին մենք իշխանություն չլինենք, դուք պետք է այլ աշխատանք փնտրեք։ Ես ֆայլաբազար, ես փողոցներում քայլում եմ, ես երբ որ փողոցներում կոմունալ աշխատողի եմ հանդիպում, որ ես Երևանում շրջում եմ, ես մոտենում եմ այդ մարդկանց ձեռքով բարևում եմ, եթե դեմ չեն լինում, ես կրծքանշանից էլ նվիրում եմ, որպիսությունը հասնում եմ, դուք երբ կարաք տեսած լինեք, որ ես աշխատող մարդու նկատմամբ կապ չունի ինքը ինչ աշխատում։ Ես տասնյակ անգամներ եմ կառավարության նիստում հայտարարել, որ որևէ աշխատանք, չկա այդպիսի աշխատանք, օրինական աշխատանքի մասին է խոսքը, որը արժանի չի հարգանքի։ Դե որովհետև այդ ձեր ասած աշխատանքների համար արագ չի ստացվի, դրա համար որակավորման կուրսեր է պետք անցնել, որը ահագին երկար կտևի։ Իսկ եթե այսօր կարող եք լինել IT-շնիկ, կարծում եմ կնախընտրեիք լինել IT-շնիկ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Որովհետև ես խոսույթն եմ, հիմա դուք նույն ԲՀԿ-ի մասին եք ասում, ճիշտ է։ Ես ասեմ, նայեք ով է իրանց երկրորդ համարը։ Այդ դրանով կապ ունի, բա ո՞նց այդ մարդը երկրորդ համար։ Ո՞նց է երկրորդ համար։ Այո։ Այդ մարդիկ պատերազմի գաղափարախոսներ են, կոնֆլիկտի գաղափարախոսներ են։ Բա ու մենակ բանով չի, ասենք ո՞նց երկրորդ համարը։ Ընդ որում այն պայմաններում, երբ որ կուսակցության ղեկավարը ասում է դե մենք մի քանի բան ունենք։ Տենց էլ չբացահայտելով այդ մի քանիսը ովքեր են։ Այսինքն ես խոսույթն եմ վերլուծում եւ չեմ բացառում, որ մյուս կուսակցությունների դեպքում էլ կարող են լինել, բայց ես չեմ կարող հազար ներողություն բոլոր կուսակցությունների խոսույթներին հետևել։ Ովքեր շատ լրատվամիջոցներ ունեն, իրանց խոսույթին եմ հետևում, իրանք ավելի ակտիվ են։ Չեմ բացառում, որ ուրիշ տեղեր էլ կան։ Ինչ տեսնում եմ, այդ եմ ասում։ Պարոն Մակարյան, ուրեմն Հայաստանի Հանրապետություն Ժողովուրդ ջան, ես այդ լրագրողեղած ժամանակ ես տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եմ։ Կեղծ ընդդիմություն կատեգորիան ընդհանրապես, որը Հայաստանում եղել է, դա ընդհանրապես ծաղրա ժողովրդավարության։ Ոնց մենք այդպիսի գործելակերպ չունենք։ Ով մեզ աջակցում է, բացահայտ աջակցում է, ով չի աջակցում, չի աջակցում։ Այսինքն դա ինչ խոսույթ է, դա ժողովրդավարության հետ ինչ կապ ունի։ Ոչ մի տակից բան չկա։ Մենք տակից ոչ մի բան չենք անում։